Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Ներկայացվող ծրագրում մենք առանձնացրել ենք կառավարության 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներ։ Դրանք հետևյալն են. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության ամրապնդում և հետագա ինստիտուցիոնալացում, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանում և հետագա զարգացում, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ճանապարհով։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում խաղաղության խաչմերուկ ծրագրի թրիփ նախագծի հիման վրա։ Հաջորդը ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական, հանրային կառավարման բարեփոխումների խորացում, որը կչափվի միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային ցուցակներում Հայաստանի Հանրապետության առաջընթացով։ Հաջորդը ամբողջ բնակչության ներառում առողջության ապահովագրության համակարգում։ Հաջորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում։ Հաջորդը տարեկան միջինում 6% տնտեսական աճ։ Հաջորդը 125,000 նոր աշխատատեղերի ստեղծում։ Իդեպ 2018 թվականից մենք արդեն ավելի քան 300,000 աշխատատեղ ենք ստեղծել։ Հաջորդը կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալի ավելացում առնվազն 3 անգամ։ Հաջորդը հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում։ Հաջորդը արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50% աճ ընթացիկ գներով 2025 թվականի 3,3 տրիլիոն դրամից հասնելով մինչև 5 տրիլիոն դրամի։ Հաջորդը գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելացում առնվազն 50%-ով հացահատիկի արտադրության կրկնապատկում։ Հաջորդը 10 ջրամբարի կառուցման մեկնարկ 2033 թվականին ավարտելու նպատակադրումով 350 կիլոմետր ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում, ոռոգման ապահովում 10,000 հեկտար նոր հողերի համար, 24-ժամյա ջրամատակարարում առնվազն Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Հաջորդը նոր 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի, ներառյալ համայնքային լողավազանները կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում և ամբողջական գույքով հագեցում, գործարկում։ Հաջորդը 2500 կիլոմետր ավտոճանապարհի և 40 կամուրջի կառուցում և կամ նորոգում։ Հաջորդը ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցում։ Հաջորդը առաջատար դասի արհեստական բանականության հաշվարկային առնվազն 100,000 GPU-ի համարժեքի կամ 1 միլիոն բնակչի հաշվով առնվազն 35,000 GPU-ի համարժեքի ձևավորում, այդ հզորությունների առնվազն 10%-ի համարժեք հաշվարկային ռեսուրսի հասանելիության ապահովում Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական և հանրային հատվածների համար։ Հաջորդը Հայաստանի ազգային տիեզերական կարողությունների զարգացում, երկրի դիտարկման առնվազն 2 և հեռահաղորդակցման 1 արբանյակի ձեռքբերման և շահագործման, ազգային վերգետնյա ենթակառուցվածքի զարգացման, արբանյակների կառավարման և տվյալների մշակման, ազգային կարողությունների ձևավորման, ինչպես նաև պետական, գիտական և մասնավոր հատվածների համար արբանյակային տվյալների ու կապի ծառայությունների հասանելիության ապահովման միջոցով։ Հաջորդը 1000 մեգավատ ֆոտովոլտային և 800 մեգավատ կուտակիչ էլեկտրակայանների գործարկում։ Հաջորդը աղքատության կրճատում 5%-ային կետով։ Հաջորդը պետական և համայնքային հիմնական ծառայությունների թվայնացում։ Հաջորդը ապօրինի, այդ թվում կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացի շարունակականություն, որը ներառելու է ապօրինի սեփականաշնորհված և վարձակալության վերցրած
անտառների, լողափերի, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև կրթական հաստատությունների եւ այլ հանրային տարածքների վերադարձ համայնքներին ու պետությանը, վերականգնված միջոցների միասնական հաշվի համարի շարունակական համալրում, ապօրինի ծագում ունեցող անշարժ ու շարժական գույքերի վերադարձ հանրությանը շուրջ $2 միլիարդ համարժեք ծավալով։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, կառավարության ներկայացվող ծրագրի ամենակարևոր ուղերձը սակայն հետևյալն է։ Կառավարությունը կրթությունը հայտարարել եւ ընկալում է որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Պետության, Հայաստանի Հանրապետության դերի եւ հարատեվության այն նոր ընկալումը, որի մասին խոսեցի այս ելույթում, ենթադրում է այդ խնդրի տեսական եւ գործնական շերտերի, ինչպես նաեւ աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող վերափոխումների շարունակական եւ զարգացող իմացություն։ Այս իմացությունը պետք է միևնույն ժամանակ տիրապետեն հանրությունը, այս իմացությանը պետք է միևնույն ժամանակ տիրապետեն հանրությունը, պետական ինստիտուտները, համայնքները, մասնագիտական եւ հասարակական խմբերը, անհատները ձևավորելով պետականակենտրոն սոցիալ հոգեբանություն։ Կրթությունը մեր պետության զարգացման ու հարատևության խնդիրը ոչ միայն լուծելու, այլև դա հասկանալու միակ հուսալի ճանապարհն է։ Սա վերաբերվում է թե անհատական, թե խմբային, թե հանրային, թե պետական մակարդակին, թե ներքին եւ թե արտաքին հարթությանը։ Հետևաբար կրթությունը պետության զարգացման եւ վերելքի նոր որակի պետություն ունենալու ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է, այն ընկալմամբ, որ ցկյանս գործընթաց է եւ վերաբերվում է կրթության բոլոր հնարավոր ձևերին, նախադպրոցական կրթությանը, հանրակրթությանը, արտադպրոցական կրթությանը, մասնագիտական կրթությանը, բուհական, հետբուհական կրթությանը, ոչ ֆորմալ կրթությանը, մասնագիտական վերապատրաստմանը, մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը, վերամասնագիտացմանը, ինտելեկտուալ զարգացմանը։ Կրթության համակարգը ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ եւ լիարժեք կյանքի երջանկության համար անհրաժեշտ հմտություններ։ Մենք պետք է արձանագրենք, որ բարեկեցության ձևավորման առանցքային մոդելը Հայաստանի Հանրապետությունում հետևյալն է. կրթություն, աշխատանք, մասնագիտական կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպ, աշխատանքային վաստակ։ Եվ կրթական համակարգը պետք է կարողանա մարդուն օժտել բարեկեցության այս բանաձևը իր կյանքում կիրառելու համար անհրաժեշտ հմտություններ։ Կրթությունը նաև սոցիալական երևույթ է եւ բացի կրթության ֆորմալ եւ ոչ ֆորմալ ինստիտուտներից, որպես պետության վերելքի եւ կրթական միջավայրի զարգացման գործոն, էական է հանրության սոցիալական կապերի ամրապնդումը, այդ թվում սոցիալական, անմիջական եւ ոչ թե համացանցային շփման հարթակների զարգացմամբ։ Կրթականին զուգահեռ նաև մշակութային հոգևոր կյանքի, ինչպես նաև սոցիալական շփման մյուս հնարավոր հարթակների, ընթերցանության եւ այլ ակումբներ, երիտասարդական կենտրոններ, ահա այս ամենի զարգացումն ու քաջալերումը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար